Պարոն Ներսիսյան, ընդհանուր առմամբ կուզենամ որպես փորձագետ ներկայացնեք, թե այսօրվա ցուցահանդեսին ինչ եք հասցրել տեսնել եւ ինչպես կբնութագրեք այն, ինչ տեսնում եք։ Տեսնում եմ բավականին լուրջ ոլորտի աճ, համեմատած մի քանի տարի առաջ անցած ARM High-Tech ցուցահանդեսի հետ։ Տեսնում ենք, որ ընկերությունները նոր ընկերություններ կան, այն ընկերությունները, որ արդեն գոյություն ունեն, բավականին լուրջ զարգացում են ապրել եւ երևի ասենց ասած պրոդուկտների քանակն էլ եւ իսկականից պատրաստի պրոդուկտների քանակը արդեն մի քանի անգամ է աճել, կարծում եմ, որ մի քանի տարվա առաջվա հետ համեմատ դա հնարավորություն է տալիս Հայաստանին բանակին ունենալ էժան եւ արդյունավետ լուծումներ, բայց բացի դրանից երկրին բացում է դռներ դեպի նոր մի տնտեսական ոլորտ, որ կարծում եմ մի քանի տարուց եթե պահպանվի էֆեկտիվ կոորդինացիան մասնավոր սեկտորի եւ պետական կառույցների կկարողանան արդեն ընկերությունները հասնեն այն շեմին, որ լուրջ դրսում կարողանան աշխատեն եւ այնտեղ գումարները կարող են շատ ավելի մեծ լինեն, քան Հայաստանում։ Պարոն Ներսիսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այստեղ ցուցադրված զինատեսակներից շատերը նախ զորահանդեսի ժամանակ ցուցադրված չեն եղել եւ նաեւ մեր պաշտպանական բանակում արսենալում ներգրաված են։ Դուք այդ պոտենցիալը տեսնում եք, որ կարճ ժամանակ հետո նաեւ այստեղ ներկայացված զինատեսակներից շատերը նախ մեր բանակում, մեր արսենալում են ներգրաված լինելու եւ հետո հայտ են ներկայացնելու նաեւ դրսի շուկայում ներկայացված լինելու համար։ Կարծում եմ, որ այո, ոչ երևի ամեն ինչ է, որտեվ ինչի վրա էլ աշխատում ենք, մեկ կարա չստացվի կամ ստացվի մի բան, որը օրինակ մեր բանակին հետաքրքիր չի, բայց կարծում եմ, որ այո, դեռ ահագին պոտենցիալ հենց ստեղ ինչը որ մենք տեսնում ենք, դեռ գնելու առարկա կարա լինի եւ ամենակարևորն է նա, որ այս արագությունը զարգացման ստացվի պահպանել, որովհետեւ բավականին տեղական ընկերությունները կարողացել են բավականին մեծ աշխատանք անեն ու շատ երկրներից շատ ավելի արագ, ճիշտը որ ասենք։ Այդ ամեն ինչը այդ իմպուլսը պետքա պահպանել, այստեղ գաղտնիքը ինձ թվում է նաև որ պատերազմի մեջով անցանք եւ այդ մոտիվացիան բացի բիզնես մոտիվացիայից, որը բնականաբար պետքա լինի, կար այդ Հայաստանը պաշտպանելու մոտիվացիան եւ պետությունն էլ երբ որ պատերազմական վիճակում է գտնվում կամ համարյա պատերազմական վիճակում ինքը մի քիչ ավելի ճկուն է դառնում այս ամեն ինչում, մի քիչ բյուրոկրատիան ավելի թեթևանում է, նեղը ընկնել է այդ տեսակետից մեկ կարա նաեւ օգտակար որոշումների բերել։ Կարծում եմ, որ այս շատ կարևոր է հիմա, որ մի քիչ իրավիճակը հանգստանում է, այդ ձևը աշխատելու, աշխատավոճը չծանրացնել էլի, այդ երևի ամենաբարձր ռիսկն է, որը կարա խանգարի այս արագությամբ առաջ շարժվելուն։ Ծանրացնել ինչ նկատի ունեք։ Բյուրոկրատիան, պետական որոշումների ընդունման արագությունը, որտեղ այսօր մենք ապրում ենք աշխարհում, որտեղ այդ ռազմական ոլորտը շատ արագ փոփոխվող է եւ մենք չենք կարող 7 տարի, 10 տարի մտածել, թե այս գնումը անում ենք, չենք անում։ Հիմա շատ արագ պետքա շարժվել եւ ոլորտը պետքա ամեն տարի նոր ինչ-որ արդեն մոդիֆիկացիաներ եւ նոր մոդելներ կարողանա գեներացնի։ Այս ցուցահանդեսը ու նաեւ զորահանդեսը տեսնելով, պարոն Ներսիսյան, ինչ եք կարծում, կարելի է նման գնահատական տալ, այսինքն կխնդրեմ դուք գնահատական տաք, արդյոք Հայաստանը այսօր ժամանակին համահունչ շարժվում է, թե դեռ ունենք ճանապարհ անցնելու։ Կարծում եմ, որ մենք հասել ենք այն սկզբնական կետին, որ կարելի ասել, որ Հայաստանում կա ռազմաարդյունաբերություն, բայց դեռ դա, ասենք ասենք, վտանգված գոտում է ժամանակային գտնում, ինչ տեսակետից, եթե հիմա պետական մասնավոր համագործակցությունը օրինակ էլ լավ չաշխատի, հիմա դեռ շատ խոցելի են ընկերությունների մեծ մասը։ Մի հատ եմ ուզում նշել, որ 3-5 տարի էլ, որ սենց տիպի համագործակցություն շարունակել ստացվի եւ էքսպորտային հնարավորություններ բացվեն եւ շուկաները այլ երկրների ավելի լայն բացվեն, ինձ թվում է, որ արդեն ավելի կայացած եւ
կարելի կլինի, որ արդեն կայացած ռազմական արդյունաբերություն ունի Հայաստանը։ Այսինքն առնվազն այս փուլում ենք, որովհետև պետական մասնավոր բարեհաջող համագործակցություն է եղել, ճիշտ հասկացա։ Այո, որովհետև իսկականից գնումներ են արվել, տեղական ընկերությունից բավականին մեծ։ Պետք է հասկանալ, որ Հայաստանի շուկան հասկանալ պարզ է, որ սահմանափակ չափեր ունի, բայց առանց պետություն չի լինում ռազմարդյունաբերություն, տենց ոլորտ է ինքը, որովհետև եթե որ առաջի բանը, որ ընկերությունին հարցնելու են, որ գնա դուրս փորձի էքսպորտ, իսկ ձեր բանակում սա կա, անցել է պետական փորձարկումները, կիրառվել է, ինչ փորձ է կիրառման։ Մենք դեռ այդ բրենդը չունենք, որ կարողանանք ասենք մենք նենց ընկերություն ենք, որին կարելի է չհարցնել այդ հարցը։ Օրինակ, ԱՄՆ-ում կան ընկերություններ, որ կարող են պրոդուկտ սարքեն հենց էքսպորտի համար եւ իրենց բանակը դա չունենա, բայց մենք դեռ շատ ճանապարհ պետք է անցնենք, որ տենց ընկերություններ ունենանք, ում անունը տեսնելուց հերիք լինի, որ որոշեն գնում անեն։ Պարոն Ներսիսյան, իսկ դրական է այն հանգամանքը, որ այնուամենայնիվ նաև վարչապետը խոսեց, որ արտահանում կա։ Բնականաբար լավ է, որ առաջի քայլերն ենք տեսնում, այստեղ խոսքը դեռ գնում է ինչ-որ նոր սկսվող process-ի մասին եւ ամենադրականը կլինի, երբ որ դուրս վաճառքը լինի մի քանի անգամ ավելի մեծ, քան այն ինչ որ Հայաստանի բանակն է գնում այսօր։ Այդ երամյաների օրինակ 420-450 միլիոն դոլարը, որի մասին խոսքը գնում է, որ տարին այդքան վաճառեն դուրս, օրինակ համար հայկական ընկերությունները։ Այդ կլինի երևի այն նաև, որին պետք է փորձել մյուս 5-7 տարվա մեջ հասնել։ Եվ ձեզ հատկապես ինչն է տպավորել, պարոն Ներսիսյան, այսպես ասեմ, կա հատուկ ոլորտ, օրինակ նույն անօդաչու թռչող սարքեր կամ հրետանի, որը հատկապես լավ է ստացվում։ Ինչ որ բան առանձնացրել եք արդեն, որ այդ ոլորտում կարելի ասել կայացել է։ Ինձ թվում է, որ ինձ կոնկրետ այս անգամ բազմազանությունն է դուր գալիս, որովհետև եթե օրինակ մի քանի տարի առաջ մեծ մասամբ մենակ դրոններ կտեսնենք, հիմա տեսնում ենք, որ ահագին ուրիշ ուղղություններով էլ զարգացում կա, թվային կառավարման համակարգեր, բանակի ծանր տեխնիկա, որոշ տեսակների արդեն սկսել են հրետանային տեխնիկա, դա չկար մի քանի տարի առաջ, ու ես կասեի, որ քիչ մարդ էր մտածում, որ արժի կամ դրանով զբաղվել կարող է լինել։ Առողջ մրցակցություն կա ընկերությունների միջով, դուք դա տեսնում եք, խոսքս առողջ մրցակցության մասին է, որ նաև փոխադարձաբար օգնում է ավելի աճել, կատարելագործվել։ Դե բնականաբար, եթե մենք ունենք այսքան դրոն արտադրող, օրինակի համար ԱԹՍ արտադրող, կա մրցակցություն, չի կարա չլինի, ես կասեի, որ մեզ բացի մրցակցությունից երևի ավելի շատ համագործակցություն է նաև պետք ընկերությունների մեջ, կարծում եմ, որ այստեղ դեռ աշխատանք շատ կա անելու, որ օրինակի համար նույն կոմպոնենտը մի քանի ընկերություն իրանք չարտադրեն, ամեն մեկը իրենց մոտ։ Եթե նույնն է, մեկը դա արտադրի, մնացածը օգտագործեն եւ հակառակ, որտեղ հնարավոր է համագործակցեն, չվախենան իրարից, դա երևի մի բան է, որը նաև որ դրան մենք հասնենք, կարողանանք ասենք, էս էլ է նաև ցուցանիշ, որ մենք արդեն ձևավորված ինչ-որ իսկականից ձևավորված ռազմարդյունաբերություն ունենք։ Եվ ռազմարդյունաբերության ոլորտում, պարոն Ներսիսյան, ինչ եք կարծում, մեր երկիրը, գիտական ներուժը, նաև այդ ամեն ինչը տեսնելով կարող է իր խոսքն ասել։ Ինձ թվում է դա հենց շատ կարևոր մի ուղղություններից ու պետք է երևի դա մեր benchmark-ը լինի, ուր շարժվենք, որովհետև ինքը քաղաքականապես նաև քաղաքական իմաստով շատ երկրին կարող է օգնել, որովհետև սա մի ուրիշ տեսակի կապեր է պետությունների մեջ ստեղծում, կախվածություններ ինչ-որ չափով եւ ինչ-որ երկրների հետ ում հետ մենք այսօր չունենք որևէ համագործակցության օրակարգ, կարող է մենք շատ հետաքրքիր համագործակցություն ունենանք, բնականաբար դա քաղաքական լուրջ դիվիդենդների էլ կարող է բերել։ Զորահանդեսը տեսնելով նաև, պարոն Ներսիսյան, ինչպես է գնահատում այսօր մեր բանակի պատրաստվածության վիճակը եւ նաև եթե կարողանայիք մի քանի բառով բնութագրել բանակը այսօրվա մեր բանակը եւ այնինչ տեսանք մենք զորահանդեսին, ինչպես կբնութագրեք։ Ես կբնութագրեմ, որ դեռ տրանսֆորմացիայի փուլում է բանակը գտնվում, տեսնում եմ, որ ուղղություններ կան, որ շատ լավ է, որ դրանցով ենք զբաղվում, որովհետեւ օրինակ
հենց ԱԹՍ-ների բազմազանությունը հենց ռազմաշքերթի ժամանակ ինքը շատ համահունջ է, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում դրոնների զարգացումը ոնց է գնում, ամեն էշելոնի, ամեն հեռավորության, ամեն խնդրի համար առանձին մի պլատֆորմ, եւ մենք մոտավորապես նույն մոտեցումը մեր մոտ ենք տեսնում 8 կիլոմետրից սկսած մինչև 200 պլյուս դրա համար այդ բավականին լավ է, որ տեխնոլոգիական հենց լուծումների վրա շեշտ է մեծ դրված, տեսնում ենք, որ օրինակ ծանր զրահատեխնիկայի վրա մեծ շեշտ դրած չի, ինքը իր տեղը ունի դեռ, բայց մի քիչ երկրորդ արդեն պլան է անցնում, դրա համար այդ ամեն ինչը ես կասեի, որ համապատասխանում է նրան, ինչ որ մարտադաշտում այսօր տեսնում ենք այլ մարտադաշտերում, մեկ էլ դե բավականին հաճելի է տեսնել, որ օրինակ Հայաստանում կարա լինի աշխարհի top 3-ում գտնվող օրինակ ինքնագնաց տնտանոթը Սեզարի մասին է խոսքը գնում, ու մեկ էլ որ Հայաստանի դիմաց շուկան համաշխարհային համարյա բացվել է արդեն շատ երկրների հետ ստացվում է, կարծում եմ, որ մոտակա 2-3 տարվա մեջ մենք երևի գրեթե բոլոր եվրոպական պետությունների հետ օրինակ կարողանանք համագործակցել։ Եվ պարոն Ներսիսյան, նաև ասացիք, որ նման զարգացման եւ արագ տեմպի մոտիվացիաներից մեկը նաև այն էր, որ մենք պատերազմի մեջ էինք, պատերազմական իրավիճակով անցանք։ Ինչ եք կարծում, խաղաղության պայմաններում նույն տեմպը եւ նույն մոտիվացիան կպահպանվի, նկատի ունեմ, երբ հիմա արդեն կողմերը գնում են խաղաղության, դա կարող է խանգարել, թե հակառակը։ Միշտ կարող է խանգարել, ես այդտեղ մի անգամ նշեցի, որ դա ամենաերևի կարևոր բաներից է, որ դա տենց չլինի, որ մենք մեկը հասկանանք, որ գտնվում ենք բավականին դժվար աշխարհում, որը հիմա զինվում է, որը հիմա մեծ պատերազմների դիմաց է կանգնած, եւ հայտնվել հանգարց տենց պատահի 5 տարուց ինչ-որ մի հատ համարյա համաշխարհային կամ ինչ-որ ռեգիոնալ պատերազմում, որը մենք չենք սկսել ու չենք էլ ուզեցել ու օրինակ մեր նախկին կոնֆլիկտի հետ էլ դա ուղիղ որևէ կապ չունի, անպատրաստ դա երևի այդքան էլ լավ բան չի մեր պետականության համար։ Բայց ամեն դեպքում 21-րդ դարին համահունչ այսօր զինտեխնիկա ունենք, ճիշտ հասկացա, ասացիք, որ այնպիսի զինատեսակներ, որոնք աշխարհի առաջատար երկրներում են, նույն Ցեզարի մասով այստեղ էլ է ներկայացված, մենք կարող ենք ասել, որ մեր զինտեխնիկան այլևս 21-րդ դարին համահունչ զինտեխնիկա է, շատ է խոսվել այն մասին, որ մեր բանակը զինված է եղել 60-ականների զենքերով, ընդ որում մաշված։ Տեսեք, 60-ականների զենքերը չեն անհայտացել, դեռ մեր բանակում կան եւ կլինեն ինչ-որ ժամանակ, նույն ժամանակ այո, այն գնումները, որ արվել են, գոնե իրենց ահագին մի մասը հենց 21-րդ դարի պլատֆորմներ են, կա ինչ-որ զինատեսակներ, որ ես ավելի կասեի 90-ականների վերջի 2000-ականների սկզբի նոր են արտադրված բնականաբար, բայց հա, մենք հիմա չի կարելի ասել, որ հին զենք ենք գնում, այո, մենք հիմա ինչ-որ օրինակ կոմպոնենտներում, եթե օրինակ հրետանին նույնվեցնենք, ես չեմ տեսնում մենք Ադրբեջանից ինչով պակաս ենք զինված հենց հրետանային օրինակ միջոցներով, եթե դրա մասին խոսքը գնա։ Քանի որ շատ է խոսվում այն մասին, որ հայկական կողմը շեշտը դնում է միայն պաշտպանական զինատեսակների վրա, բնականաբար ես շատ բան չեմ հասկանում այդ ամեն ինչ, բայց այնինչ ցուցադրվեց դրանք միայն պաշտպանական նպատակներով զինատեսակներ էին, թե ոչ միայն։ Դա քաղաքական բնույթ կրող խոսակցություններ են, չկա պաշտպանական եւ հարձակողական զենքեր, հրետանին օրինակի համար կամ հրթիռային համալիրը պինական, հնդկական, դա պաշտպանողականը ինչն է, դա ունիվերսալ է համ պաշտպանվելու, համ արձակվելու համար, եթե հակաօդային պաշտպանությունից խոսենք, եթե հակաօդային պաշտպանություն չկա, իսկ ոնց հարձակում անել, զորքերը հարձակվելուց էլ պետք է պաշտպանված լինեն օդից, օրինակի համար։ Նույնն էլ կարելի է ամենահարձակողական զենքերից խոսել, կործանիչը թևավոր հրթիռով 500 կիլոմետր հեռավորություն ունեցող պաշտպանվող կողմը կարա օգտագործի, օրինակ ինչ-որ կամուրջ թշնամու տարածքի խորքում խոցի, որով օրինակ լոգիստիկան է կատարվում զորքի ֆրոնտում։ Դա հիմա հարձակվել է, թե պաշտպանվել է։ Դրա համար այդ մի քիչ ինձ թվում է ավելի հենց քաղաքական խոսակցություն է, երբ որ երկրները օրինակ
ուզում են մի բան վաճառեն կամ չվաճառեն, ինչ որ մի երկրի կարելի է միշտ ասել, այս երբ որ մի բանը չես ուզում վաճառել, ասում ես, էսի հարցակողական է, դուք էլ ինչ որ կոնֆլիկտ ունեք, մենք չենք վաճառի կամ հակառակ։ Հանկարծ շատ հարցակողական բանը դառնա պաշտպանական, պետք չի դրա մեջ խորանալ, եթե իսկականից ուզում եք հասկանաք ինչ է կատարվում։